Քաղաքային իշխանության նախանշած զարգացման ծրագրերից զատ Երևանում բնակվող կամ գործունեություն ծավալող յուրաքանչյուր ոք նաև իր վերաբերմունքով պետք է ապահովի քաղաքի համաչափ զարգացման վաղվա օրը։ Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև տնտեսվարողների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը։ Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին որոշումը, որը Երևանի ավականին հաստատել էր դեռ 2009 թվականին, նախորդ տարեվերջին ամրագրվեց նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքով։ Այդ կանոնները ընդունված քաղաքակիրթ նորմեր են ամբողջ աշխարհում։ Բոլոր քաղաքապետարանները գրեթե ունեն հաստատված նման կանոններ, որոնք վերաբերում են անշարժ գույքի տեղակայման վայրին, հարակից, մայթերի, կանաչ տարածքների, բարեկարգման, խնամքի, պահպանման, ինչպես նաև ձմռանը ձյունից մաքրելու պահանջները։ Սա Էրեբունի վարչական շրջանում գործող տնտեսվարող սուբյեկտներից մեկի հարակից տարածքն է, խնամված ու բարեկարգ։ Այցելուների եւ ոչ միայն նրանց համար տեղադրված են նստարաններ ու աղբամաններ։ Հարակից հողակտորում գարնան ընթառաջ դեռ աշնանը վարդի սածիլներ են տնկվել։ Տեսնելով մեր քաղաքապետի, մեր քաղաքապետարանի աշխատանքը, մենք էլ փորձում ենք մեր կողմից լումա ներդնել ու բարեկարգ կանաչապատ դարձնել մեր քաղաքը։ Սա արդեն նոր վարչական շրջանում ենք։ Շաբաթվա ընթացքում տեղացած ձյունը հերթական անգամ զգոնության կոչ էր տնտեսվարողներին։ Համաձայն պայմանագրային պարտավորության ձմռան ամիսներին տնտեսվարողները պետք է հոգան նաև հարակից տարածքների ձնամաքրման եւ սառույցի հեռացման մասին։ Յուրաքանչյուր օր մեր աշխատակիցների կողմից խանութսրահի հարակից տարածքները մաքրվում են, այսօր էլ եղանակային պայմանները մեր աշխատակիցներին չեն խանգարել, որ խանութսրահի հարակից տարածքը լինի մաքուր, ինչ հասարակությանը ավելի հարմար, որ անցնելուց խոչընդոտներ չառաջացնեն։ Տարածքը եթե գեղեցիկ մաքուր է լինում, իհարկե հաճելի է։ Մաքուր է շատ, մարդիկ մալադեց, իրանց գործը անում են։ Յուրաքանչյուրը իրանց դիմաց պետք է մաքրեն անպայման։ Իդեպ նախապես քաղաքապետարանի կողմից տնտեսվարողներին բաժանվել էին ձնամաքրման համար անհրաժեշտ բահեր եւ թիեր։ Ինչևէ վարչական շրջանների աշխատակիցների կողմից նկատված որոշ թերացումներ էլ արագ շտկվեցին։ Ընդհանուր օգտագործման տարածքների պահպանման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում մինչև նվազագույն աշխատավարձի 40 պատիկի չափով, իսկ կանաչ տարածքների, հատկապես գազոնային եւ ծաղկային տարածքների ոչնչացման դեպքում մինչև նվազագույն աշխատավարձի 200 պատիկի չափով։ Ակնհայտ է, որ խնամված եւ ակնահաճո տարածք ստեղծելու համար տնտեսվարողներից ֆինանսական մեծ ծախսեր չեն պահանջվում, եւ որ շատ ավելի կարեւոր է բարեկարգ ու խնամված տարածքի կողքով անցնող յուրաքանչյուր ոք, անգամ եթե ոչ բարձրաձայն, ապա հոգու խորքում հաստատ կգնահատի այդ հոգատար ու սրտացավ վերաբերմունքը։